Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ավարտել է աշխատանքը սահմանադրության բարեփոխումների վրա և նախագծի վերջնական տարբերակը այսօր ուղարկել է նախագահ Սարգսյանին։ Ժամեր առաջ հրապարակված փաստաթղթում Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 31-ին հրապարակված հիմնական դիտողությունները գրեթե հաշվի չեն առնվել։ Չնայած Վենետիկի հանձնաժողովի քննադատությանը, մասնագիտական հանձնաժողովը վերջնական տարբերակում գրեթե նույնն է թողել խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու և ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը։ Միայն ավելացվել է ընտրական օրենսգրքին առնչվող մեկ նախադասություն. եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով, ապա երկրորդ փուլ է անցկացվում։ Մասնագիտական հանձնաժողովը հիմնավորում է. այս դրույթով ընտրողը հնարավորություն է ստանում, բացի խորհրդարանի ձևավորումից, ուղղակիորեն որոշել, թե որ քաղաքական ուժն է ստանձնելու կառավարման ղեկը։ Չեն փոփոխվել նաև դրույթները դատավորների նշանակման և հեռացման վերաբերյալ, թեև Վենետիկի հանձնաժողովը անթույլատրելի էր համարել այս հարցում քաղաքական մարմնի միջամտությունը։ Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, որ իրենք էլ են քննարկումներ անցկացրել և հիմնական հարցերում հստակ միասնական տեսակետ ունեն։ Նրա խոսքով շուտով կմեկնարկեն նաև առաջարկվող բարեփոխումների շուրջ նախագահի և քաղաքական կուսակցությունների միջև կոնսուլտացիաները։ Կարծում եմ, որ կամ այս ամսվա օգոստոսի 20-ից հետո կամ 25-ից հետո ես ակնկալում եմ օգոստոսի վերջ, մինչև օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ շատ հավանական եմ համարում, որ քաղաքական ուժերի հետ կսկսվեն կոնսուլտացիաների փուլ։ Թե որ կուսակցություններն են համաձայնել մասնակցել քննարկումներին, Շարմազանովը հրաժարվեց ասել։ Խորհրդարանական երկրորդ ուժը Բարգավաճ Հայաստանը օրինակ դիրքորոշումը փոխել է։ Նախագահի հետ կոնսուլտացիաներին մասնակցելու են, իսկ սահմանադրական փոփոխություններին այլևս կոշտ չեն վերաբերվում։ Ծառուկյանի հեռանալուց հետո վերակազմավորված Բարգավաճ Հայաստանի պատգամավոր Միքայել Մելքումյանը Ազատության հետ զրույցում պարզաբանեց՝ իրավիճակ է փոխվել։ Հիմա արդեն ներկայացված փաստաթղթում դրական փոփոխություններ են տեսնում։ Բավականին դեպի պոզիտիվ վեկտոր ես տեսնում եմ։ Վերարտադրության պահը ոնց որ ես ասել եմ հանված, ասենք բան չկա։ Ասենք կառավարման մոդելի հետ կապ չունեցող խնդիրները, մարդու ազատություններ, չգիտեմ, հիմնարար իրավունքներ, ընտրական, դատական համակարգ եւ այլն։ Ընդդիմադիր ժառանգությունում նախագահի հետ եւս մեկ անգամ հանդիպելու հնարավորությունը դեռ չեն քննարկել, բայց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծիքով իրենք քննարկումներին չեն մասնակցի, քանի որ նախկին հանդիպման ժամանակ առաջարկներ են ներկայացրել, որոնք սահմանադրության նոր փաստաթղթում տեղ չեն գտել։ Նախորդ անգամ նախագահականից հանդիպման հրավեր չէր ստացել և հիմա էլ դրան չի սպասում բարեփոխումները կտրականապես մերժող Հայ ազգային կոնգրեսը։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր հայտարարեց, որ լայնածավալ պայքարի են պատրաստվում, շրջելու են գյուղ առ գյուղ և ոչի քարոզն են տանելու։ Եվ մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխությունների, եւ բոլոր նրանք, ովքեր չեզոք են, իբր թե չեզոք են սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, որով թույլ են տալիս, նպաստում են սահմանադրական այս փոփոխությունները անցկացնելու, նրանք պարզապես Սերժ Սարգսյանի իշխանության կողմնակիցներն են։ Մենք գտնում ենք, որ այս սահմանադրական փոփոխությունների չանցնելը ազգային արժանապատվության խնդիր է։ Հայ ազգային կոնգրեսն առաջիկա ամիսներին ամեն ինչ անելու է, որ գործընթացը կանգնի խորհրդարանում և բանը հանրաքվեի չհասնի։ Եթե չստացվի, փողոց դուրս կգան։ Ազատության այն հարցին էլ, թե արդյոք պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ոչ կասեն բարեփոխումներին, Մանուկյանը պատասխանեց. Համագործակցել գիտես որն է, եթե դու ոչ ես ասում, ես քեզ չեմ սիրում, կներես։ Ես շատ ուրախ եմ, որ դու ոչ ես ասում։ Համագործակցել որն է, իրար հետ պյանկողին մտնենք։ Բայց ախպեր ջան, գիտեմ ում նկատի ունես, գիտեմ ինչ նկատի ունես, կփորձենք մեծահոգի լինել, այսպես ասեմ, իրար բան չասել։
բայց շատ ուրախ լինել, որ կան այդ դաշտում իսկապես ուժեր, որոնց հետ մենք կարող չենք ուզում ճամփա գնանք, բայց ուզում ենք որ ոչ ասեն։ Իդեպ մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մի քանի օրից ժամանելու են Հայաստան։ Առաջիկա երկուշաբթին նրանք կհանդիպեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, իսկ հաջորդ օրը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։